Քանի դեռ 2 րոպեով դադարել այս դռոցը, միացա, ասեմ, որ արդեն դուրս եմ գալիս տանից, գնում եմ խանութներ, ինչ եմ հագել բարակ բլուզս և շալվարս բարակ, ահա, ինձ թվում է, երևում է, և թեթև բոկոյցիկներս, դե ինչ գնացինք, կարևորը տանից դուրս են գալիս, տեսնենք ինչ կա չկա այս դռոցից արդեն գլուխս պայթեց, գնացինք միասին։ Հավեսով տակ է ժողովուրդ ջան, մեջ, սկվազյակի մեջ չի զգում հով, իսկ հիմա տակը միանգամից տվեց, մեջ տունը շատ հով է, եթե միջև վերջ այսպես գնա, ես շատ գոհ կլնեմ, ինձ թվում է ավելի շատ նաև այդ շինարական երկաթները բանը դրած շենքի պատի հետ դեմը, չի թողնում, որ արևը շատ ավելի շատ գա ու տաքացնի, մի խոսքով, Ող, քամի էլ կա, լավ է, որ քամի կա, բայց տակ քամի է ու ահա, որ շոք է, վաու, արևն ընկա, արևի տակ ահա որ է։ Եկեք միասին մտնենք Ռեեկեր գերմանական կոշիկի խանութը, տեսնենք ինչ ամառային տեսականի է ներկայացված 1874 թվականից մինչ օրս մեծ պահանջարկ ունի այս ֆիրմայի կոշկեղենը։ Իհարկե գույների առումով իմ կարծիքով այդքան էլ բազմազան չեն, բայց շատ հարմարավետ են և կաշվից են բոլոր կոշիկները պատրաստված։ Դուք գրեք մեկնաբանություններում հարմարավետ կոշիկի սիրահարեք, թե անպայման լինի գեղեցիկ, երկուսից մեկը, միգուցե հանդիպի նաև երկուսը մեկում տարբերակ չգիտեմ, նայենք, տեսնենք ինչեր է ներկայացված ամռան տեսականին ինչպիսին է, պայսակներ էլ ունեն էլի կաշվից են, ունեն նաև սպորտային կոշիկներ, ձմեռային ամեն ինչ, բոլոր սեզոնների համար նախատեսված, գներն էլ տատանվում են մինչև 100 քանի եվրո կախված թե ինչ տիպի կոշիկ է։ Վաճառողի են տեսակ կա, չէ, որ սենց կողքիցը թեռու չի գնում, այս վաճառողներ երևի նոր էր, ինչ եք ուզում, Որն եք հավանում, ինչ առաջարկեմ, մի խոսքով կողքիցս հեռու չգնաց, հազիվ այդ մի երկու բանը նկարեցի, շուտով զեղչեր կլինեն, այդպես բան չկա, էլ ուղղակի մոդելներ ցույց տվեցի, սա էլ այս ֆիրման է Ռեեկերն էլ է լավ հայտնի, կաշվից լավ կոշիկներ են ունենում, դե առաջ գնամ հələ կենտրոնական հատվածը տեսնեմ այստեղի խանութներից, որն է բաց, և ինչ կա, չկա, սպաղվենք էլի մի քիչ համեստակ օդով, չնայած թվերում եմ քայլում, արևի տակ ահա որ է, բայց դե հաճելի է ինձ համար, քայլենք, մի քիչ արև ընդունենք, համ էլ սպորտ անենք ու արդեն կգնանք տուն։ Եկեք հիմա էլ մտնենք Մորգան ֆրանսիական շքեղ բուտիկներից մեկը, որը հիմնադրվել է մոտավորապես 1990 թվականներից երկու քույրերի կողմից է ստեղծվել և Բրետան մարզում է այն ստեղծվել, տարածված են Ֆրանսիայում մեկ այս բուտիկների ցանցը, աչքի են ընկնում շատ գեղեցիկ հագուստներով, կանացի այսպես գեղեցիկ, Բրոտանը գտնվում է ծովի ափին և Մորգան բառը, եթե փորձենք բառացի թարգմանել, մոր, ծով, մեղ, այստեղ այդպես են ասում և գանն էլ ծնված, այսինքն ծովից ծնված, դե բնականաբար ծովից ծնված նմանատիպ հագուստներն տարբերվող են, ըստ ինձ կարող եք նայել և արդեն տոնական, երեկոյան, զգեստների շարքեր են ներկայացնում, գները շատ էժան չեն, միջին և մի փոքր բարձր են, որն էլ չի խանգարում, որ զեղչերի ժամանակ ձեռք բերեն ավելի մատչելի, ընթացիկ զեղչեր են իրենք հայտարարում, տեսեք ինչ գեղեցիկ տոնական զգեստ է, 85 եվրո, անցած անգամ զեղչեր, եթե մի քանի օրվա մեջ գնեի ինչ-որ 70 եվրոից ավել բան, 15 եվրո իրենք զեղչ էին անում, և տեսեք, հագուստի վրա ինչ լաքաներ կար և արդեն այս մյուսը, ես չհասկացա, թե ինչու են այսպես վարվել, կարծես սոսինձ լինի, ինչ լինի, չհասկացա,
թե փորձողներն են արել։ Մի խոսքով տեսեք ինչ գեղեցիկ զգեստների շքերթ է։ Շատ սիրուն են, շատ տոնական, ինչը որ ես փնտրում եմ պարզապես իմ ուզածը այսպիսին չի, թևերը բաց կտրած ես չեմ ուզում, այ գոնե այսպես կիսաթև լինի։ Կարմիրը շատ սիրուն էր, ափսոս իմ համարը չկար, 42-ն է իմը, սիրով կփորձեի եւ գինն էլ 85 եվրո է։ Սրա սևը ավելի ճոխ կլիներ կարծում եմ։ Գրեք մեկնաբանություններում հավանում եք թե ոչ եւ ամբողջ Ֆրանսիայում 188 խանութ կա այս ֆիրմայի Morgan Etua տակն էլ այդպես է գրած Morgan-ը եւ դու ահա տեսեք ճաշակով էլ ձևավորած է եւ արդեն այս հետաքրքիր զգեստներ այսօրվա զեղչվածը 50% զեղչ էին արել աստառով մի տեսակ սինթետիկ կտորով 95 եվրո արժողությամբ շատ գեղեցիկ թեթև շոր է ահա նայեք թևերով ափսոս էլի 42 համարը չկար թե չէ սիրով կփորձեի Գանք մյուս կողմը բորդո գույնի ամեն ինչ կա գույները տոնական մուգ մոդայիկ գույներ են ընտրված կան նաև ոչ երեկոյան որոնց այս պահին այդքան էլ ես ուշադրություն չեմ դարձնում բայց ընթացիկ երևի նկարելու ժամանակ տեսնում եք այս վարդագույնը նոր էր անցած անգամ չեմ տեսել այսպես եթերային թեթև վերևի հարկում էլ երկհարկանի է խանութը նման գույներով էր կանաչ այս մի կանաչը նորություն էր հիմա մոտենամ գինը նայեմ եւ արդեն այս գարոշկեքով կոմբինիզոններ է ստեղ դրված գինը 95 եվրո եթե նկատում եք համարյա թե գները նույնն են 85 95 100 500 10 սիրուն էր սա էլ թեթև շատ ամառային կտոր էր սինթետիկ չէր եւ տեսեք այսօրվա համար երկրորդ ապրանքը 30%-ով զեղչված կլինի եթե գնեք երկու ապրանք շատ հետաքրքիր բլուզներ ունեն վերնաշապիկներ պիջակներ վերարկուներ սա էլ կարծես դպրոցականի սիրուն հագուստ լինի սպիտակ օձիքով եւ սև կարճ գեղեցիկ սա էլ էր 50% զեղչված ահա եւ նորից կարճ սիրուն գարոշկեքով եւ անթեփ պիջակներն են այն ամբողջ շորը ինչ օրն էինք ցել 42 համարը կար անցած անգամ այդ ծև շորն էի փորձել 42-ը չկար հարցում արեցին չկար այդպես դա էլ էր լակ հոթելի ճիշտ է նրա նման չէ ինչ որ մեկ անշնոր քակել էր մի խոսքով ափսոս մի հատ նորից 42-ը կփորձեի բայց դե ոչինչ մեկա մոտիկա այս Morgan-ը հաճախ կգամ էլի հարսանիքի համար եմ շոր նայում այդտեղ կան, բայց է որ ասма սենց սիրտը պետք է կպչի, այդ սևը օրինակ լավն էր, հակել էի 40-ը, չեմ նկարել ճիշտ է տեսանյութում չի երևացել, բայց շատ սիրուն էր, ընդհանուր ինձ սազում էր էլի, թե կգամ էլի, հաճախ կգամ, կնայեմ, առաջ շարժեմ, տեսնեմ ուր եմ մտնում, էլի մի քանի խանութներ մտա, բայց մի նորմալ բան չի կարելի, նկարելու ձեր ցույց տալու, երկու բան եմ առել, տանը ցույց կտամ, հիմա գնամ Զարայում ես շորս ուղեմ Զարայում տեսնենք ինչեր կան հարմար լինի կնկարեմ եղանակը էլի լավ է այստեղ երեկոյան ավելի է շոքում լավ շոք է հով տեղերում լավ է բայց արևի տակ շատ ուժեղ շոք է Ես խանութների փողոցում էի գտնվում, որն այստեղ կոչվում է Rue Bethune, եւ պիտի արդեն անցնեմ հրապարակի միջով։ Տեսեք, ինչ հետաքրքիր է մեր հրապարակը, գեղեցիկ շենքերով շրջապատված եւ տարբերվող։ Լավ է, որ գոնե ֆոնտանը աշխատում է։ Մոտենանք եւ տեսնենք, մարդիկ նստած հովանում են։ Քիչ մարդ կա, այսպես քայլելիս բոլորը սրճարաններում նստած են։ Միայն երևի թե ինձ նման մարդիկ են քայլում, ովքեր գործեր ունեն։ Արդեն հասա Zara եւ տեսնենք թե Zara-ում ինչ տեսական է, շատ անուշ գույն էր այս շալվարը։ Ափսոս որ մի փոքր ձգվող չէր կամ հաստ էր, էլի ամառվա համար բարակ չէր։ Գույնը ամառային է, բայց կտորը հաստ էր, հələ տեսեք։ Նույնի շագանակագույնն է
Ամեն տեղ, բոլոր նմանատիպ խանութներում ամեն օր նոր ապրանք են ստանում, սա հիշեցման կարգով։ Տոնական այս շորիկը շատ սիրուն էր, շատ մեջքը բաց, դե իհարկե ինձ համար չէր, ովքեր երիտասարդ են, դեռ իրենց մեջքը ուղիղ է, նրանց համար էր կոճակներով, փայլը տեղը, չգիտեմ էկրանից այդ կողմ ինչպես է երևում, գինն էլ մատչելի, շքեղ շոր էր։ Տոնական, այո, տոնական կլիներ, այս կողմը տոնականներն էր շարած, ահա, սա էլ մեջքի հատվածը մի հատ էլ հիանանք այս շորով եւ առաջ անցնենք։ Նորություն էր այս սվիտեր բլուզները եւ նորությունը այն էր, որ արդեն բարձիկներով է։ Իմ ժամանակաշրջանի մոդան է հետ գալիս, մենք էլ էինք բարձիկներով շորեր հագնում շատ, թե զգեստները, թե այս նմանատիպ վերև հագուստները, գինն էլ արդեն երևված, այս հատվածում ազատ եմ, մարդ չկա, լավ է, նկարելով առաջ շարժվենք։ Չհասկացա այս գլխարկի իմաստը, այնտեղ էլ էի տեսել, հələ դնեմ գլխիս, ովքեր են դնում, այս կլոր թասակը, չգիտեմ ինչ ասեմ, հա, հիմա կասեք սազած, բայց սա երբ դնեմ, հարմար չի նստում, այսպես թեթև, մի հատ քամի լինի կամ մի հատ անհարմար շարժում գլխիցը անպայման կընկնի, դնենք տեղը և առաջ շարժվենք։ Այս տարի շատ մոդային նման տեսակի բլուզները, վերնաշապիկները, որ կապերով են, օձիքները երկար են, կարող ենք այսպես փակել, բանտիկներ անել, չգիտեմ բանտիկ բառը հայերեն ոնց է, գրեք իմանամ, այսինքն եթերային, ազատ, լայն, թեթև, շատ սիրուն բաներ կային, ամեն դեպքում, ահա, նույն տիպի բլուզներ, պիջակը սիրուն, տեսեք, այսպես կարծես թե փողկապներով լինի, էլի թեթև էր, սա լավն էր, բարակ, լայն, հավեսով, թեթև, պարզապես խիստ կարճ են անում, ոնց որ բայց սրանք այդքան էլ կարճ չլինեին, դե վարդագույնը այս տարվա գույնն է, դուք արդեն գիտեք, ասել եմ ես իմ տեսանյութերում, ահա, ես էլ թեթև հագնված, խանութում էլ հով է բավականին, դիմացում էլ փոքրիկ թեթև ամառային շորիկ է, բամբակից էր լրիվ և ասեղնագործած։ Սարայից էլ դուրս եկա Ժորջան, սիրուն բաներ կային, բայց ինձ անհրաժեշտ չէին, էլի հետո էլ չփորձեցի, ինչ որ ուզում էի, այդ տիպի չէի ուզում, ինձ համար շատ էր մեկի մեջ կպած, մեկն էլ էլի այդպես բաներով։ Մի խոսքով հələ կփնտրեմ նորից, կգնամ շատ մեծ լավ խանութ կա Ռուբե քաղաքում ֆիրմա էլի լյուքս բրենդների խանութ է, այդպես առևտրի կենտրոն էլի ենք եղել, կգնամ էլի, հենց նոր ընկերուհիս ուղարկեց, որ 5-ից 23 հունիսի զեղչեր են անելու, կգնամ կտեսնեմ ինչ կա, հարմար բան կլինի, կընտրեմ, հետո էլի եմ ասել զեղչերն են շուտով լինելու, հունիսի վերջին 25-ի երևի, կնայեմ էլի, սիրուն բաներ կային, լավ կարմիր շալվար էի ուզում, չկար, անցած անգամ կար, փորձեցի տեսակ, անշնորհք նստեց, գնամ տուն, արդեն շատ քայլեցի, լավ էր, ինչպես ֆրանսիացիներն են ասում, պրոֆիտ արեցի, հիմա գնամ տուն սիրելիներս, նայենք մեր քաղաքի օպերայի հրապարակը, գրեթե մարդ չկա, այս սրճարաններում բոլորը նստած են, ահա, ես այս կողմով եմ գնալու, սա էլ մեր օպերայի շենքի կողային հատվածն է, ես շատ եմ անդրադարձել այս գարաժ սրահին, որտեղ տեղի են ունենում թե ժողովներ, թե գործնական հանդիպումներ, թե պարզապես երիտասարդները տոնում էին ծննդյան օր և տարբեր առիթներ էին նշում, լինում էր նաև դիսկոտեկաներ, մի խոսքով եռուզեռ էր անընդհատ այս սրահում, վաճառքներ էին իրականացնում, ծաղիկներ էին անգամ վաճառում և այս լավ տաք սեզոնին հենց մայթում էլ դնում էին սեղանները, բայց ինչ որ թերություն են ունեցել ռեստորանային այդ հարցով, խոհանոցում և ապրիլի 30-ը վերջին օրն էր, մայիսի 1-ից տուգանել են և փակել են գործունեությունը, առաջ շարժվեմ և շրջանցեմ այս շենքը, հասնեմ մեր տուն։
Բարի երեկո սիրելի հետևորդներ, նույն օրն է գնացինք խանութներ ֆրֆրացինք եկանք, մի քիչ գործեր արեցի, արդեն տեսանյութը եթեր ուղարկեցի, դուք տեսաք, հիմա էլ ուշ է արդեն ու քնելու ժամը չէ, բայց արդեն երեկոյան է, դե տեսաք ամաները լվացի, ապարատիս դիմակը լվացել եմ երմանջերով և ջուրը լցրել եմ, տանեմ ննջասենյակ դնեմ ու գամ միասին զրուցենք, մի քանի բան ունեմ ցույց տալու և զրուցելու։ Տուն մտնելուն պես լվացքը տարան միջապես փռեցի, դե իհարկե լավ մաքրեցի, որ փոշի բան չլինի, մի խոսքով հիմա պիտի սպասեմ այնքան, որ արդեն տեսնեմ չորացել է ու հույս ունեմ, որ արդեն չորացած կլինի, ներս բերեմ, եթե անգամ չորացած չլինի, այսպես դռների բանի վրա էլ ունեմ այդպես լված կախելու տնային հարմարանքներ, վաղուց ցույց եմ տվել, դրանց վրա կդնեմ, որ լավ լիովին խշխշան չորանան, որովհետև առավոտը մեկ է շուտ գալիս են ու չղ գցում են։ Սարմանից անել եմ մեմորացման հոգեպահուստս, սալորի չրեր ունեի, արդեն վերջնական հանեցի, սրանք էլ կպատրաստեմ ես սև սալորով բազուկով աղցան եմ ուզում պատրաստել, սա մի քիչ են թթու տեսակն է, ոչինչ, ինչ-որ մի բան կփորձեմ պատրաստել, ամեն դեպքում սրանք նոր սարմանից հանեցի, դնեմ էստեղ մի քիչ հետքան, չնայած սառույց չի բռնել։ Ինչ գնում արեցի, առանձնապես բան չգնեցի Ժորժ ջան, իմ տոնային կրեմի խոզանակն եմ լվացել, այ հիշեմ նայել եմ դրսում դրել, որ լավ չորանա, լրիվ կրեմոտ վիճակ, կեղտոտված, արդեն այնքան շատ էր կրեմը, որ նորմալ չէր կսվում, այսօր չկարողացա տանից դուրս գալուց, տոնային կրեմս նորմալ կսեմ, ուրիշ խոզանակ եմ վերցրել, ուրեմն մեզ մոտ կան խանութներ, որ շատ մատչելի են, նույն ասենք ապրանքը, չնայած ոչ են շատ թանկ բրենդային ապրանքների մասին է խոսքը, այն միջին կարգի ապրանքները կարելի է այդտեղ ավելի մատչելի գնել, որոնք առողջություն, ալերգիկ հազա, փռշտոց ասում հազա, մի խոսքով շատ բաներ կա, որ կարելի է այդտեղից գնել մատչելի և մի քանիսն են, ոչ թե մեկը։ Ես էլ որոշեցի, որ իմ պահեստային սպունգը ունենամ, որովհետև խոզանակը ունեմ, խոզանակով եմ կսում, շանելի խոզանակն է, և մի հատ այսպես սպունգ վերցրեցի, 1 եվրո եմ տվել, ինձ թվում է շատ էժան է, և 2 փոքրիկներ կային, 1.70 են անքել աչքերի համար, բայց սրասուր մասը եթե պետք լինի, չնայած աչքերի ես խոզանակ ունեմ, այդ խոզանակն է պտի լվայի տեսակ, դուք մոռացել եմ քան երկար ժամանակ եմ ծախսել խոզանակը լվալու վրա, տեսակ դու, լավ, էդ էլ վաղը կլվանամ, քանի լավ ուժեղ արև է, ուզում եմ ինչ կա լվանալու, լվանամ, տեղը տեղին չորացնեմ, այս խոզանակը արդեն կպահենք, հետո սպունգը հիմա կօգտագործեմ, և հետաքրքիր մի բան տեսա, եղունգները մաքրող ացետոն չի, բայց ացետոնի նման է ձեր մաքրող հեղուկ է, այս մի մեծ շիշը 1 եվրո էր, կար փոքր, այսենց սրա կեսը, ուզում էի նա վերցնել, գները կավոր խառն է գրածվում, դրամարկի մոտ բերեցի ցույց եմ տալիս, ասում եմ, սա ինչ արժե սա, նա 90 սանտիմ էր, 1 եվրո չկար էլի, 10 սանտիմ էր պակաս, սա 1 եվրո, դուք լինեիք, որը կվերցնեիք, իհարկե ես շատը, դեռ չեմ էլ բացել, կոպրակի մեջ էր, այս էլ ես կոմ, հիմա ձեզ ցույց տամ մի շատ հետաքրքիր բացիկ, որ Ամերիկայից են ստացել հետևորդի կողմից, հետաքրքիր է, մոռացել եմ ասեմ, էլի եղել են մարդիկ շատ կան, որ իմ հասցեով ուղարկում են, հետաքրքիր է ոնց են իմանում իմ հասցեն, շատ հետաքրքիր է, հենց նոր միտք առաջացավ, մի խոսքով ավելի մոտիկից ծանոթացման համար է ուղարկել այս բացիկը, ծննդյան շնորհավորանք է, Ամերիկայի դրոշները,
Լիաննայի կողմից Ամերիկայի։ Մի խոսքով Մայլի համար հասցե կապ պահպանելու, շփվելու կարևոր հարցեր քննարկելու համար։ Ես էլ ես շատ զարմացա, որ կարդացի անկեղծ ասած, բայց դե տեսնում եք, անակնկալներ են, լինում բազմաթիվ անակնկալներ։ Հիմա ինձ մնում է երևի թե միասին սարքենք, հա, Կարենի համար սանդվիչ սարքեմ, մի փոքր, այդպես վաղը աշխատանքային օրին կտանի իր հետ, ընդմիջման ժամին 12-ին, 12:30 դա կուտի և երբ տուն գա, այլևս ինքը չի ճաշի։ Այդպես շատ լավ է լինում և արդեն չի ուտում, քնում, որ չգիրանա նաև։ Չնայած չի գիրանում ինքը, ստանդարտ նույն բանին է մնում, իսկ ես եմ գիրանում մի փոքր նորից իջնում։ Հիմա արդեն ես պատրաստվում եմ իջնելու, այս 2 օրը կգնամ էլի խանութ, մոռացա, չի այսօր մեր պիտի գնեի մածունով, նո հունական մածունով էլի կուտեմ, բագետը բերած այսօրվա տեսակ, կտրեմ մեր չափի մեջ ռուսական խանութից երշիկ էր բերել, ես ձեզ ցույց չտվեցի, չէ գնումները, ասեցի, որ ռուսական խանութ էր գնացել, գնացել էր, որ լավաշ գնի, լավաշ չէր եղել, սա էր բերել, իրապե, երշիկ, այսա պիտի տեսնեմ, բերելա ուրեմն այրան է գրած, թուրքիշ, ռուսական, հայկական խանութում, թուրքական թան վաճառում, մանկության իր պեչենիները, ինչնա, այս չափը լավ է, այս արդեն դնեմ հատի տոպրակին մեջ, սրա մեջ կտրում եմ, ինքը ոչ մի բաներ չի սիրում, կամ կանաչ սալատ, կամ լոլի, կամ ինչ-որ մի բան ավելացնեմ, չի ուզում, դե հիմա ես կտրեմ, ոնց ուտեմ, հələ ինչքան մոքագույնը, հոտը լավն է, Ժորժ ջան, այս երշիկները դնում եմ այսպես մեջը, չնայած մի քիչ շատ է, բայց ոչինչ, թող միսը շատ լինի, մի փոքր, ինչ կնենք այս հացի տոպրակի մեջ, և նորից խորգայով հարկեմ, որ հեշտ տան։ Վերջ, էսել ես, էսել պերերիվ է, ձվենք է, պերերիվ է։ Ես մի գործից հետ պրծա, թե ինչ ասեմ, երևի այս ձերով էլ կամ այսօրվա օրը, վաղը տեսնենք ինչ որ կբացվի, Կարենը տանը չի, ես տներ կմաքրեմ տեղը տեղին և են հեղուկով արդեն կլվանամ, տեսնեմ հլը ոնց է մաքրում հատակը։ Դե ինչ, առայժմ այս պահի համար այսքանը կհանդիպենք։